Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 26-ն է 2026 թվական։ Ընտրության հետ կապված կարճ ասեմ, այսօր Հայաստանի Շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, որի նախագահն ու վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է, շրջում էինք Երևանում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, հանդիպում մարդկանց հետ, ներկայացնում մեր գաղափարները, ծրագրերը, լսում իրենց խնդիրները։ Վաղը նույնպես նախատեսում է Երևանում, նախապես տեղյակ կպահենք որտեղ։ Իհարկե ընտրության հետ կապված էլի կխոսենք, բայց այն ինչ որ հիմա խոսում ենք, այս նախընտրական շրջանում չկան հենց հարց, որը ընտրությանը չի վերաբերում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճ ժամանակով այցելել է Հայաստան։ Նրան Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը, ապա մեկնարկեց հայ եւ ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ փակ քննարկումը։ Հայաստանը եւ ԱՄՆ-ն թրիփի ու հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ փաստաթղթեր ստորագրեցին։ Իհարկե թրիփի հետ կապված այնտեղ հուշագիրը կար, որ վերաբերում է, որ այդ ամենը Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության շրջանակներում է, մի հատ սենց հետաքրքիր ալիք առաջացել, բա տեսակ, բա ասում եք, տեսակ, Մարկո Ռուբիոն հաստատեց, որ Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո է այդ ճանապարհներ, բա ասում եք սենց միջանցք եւ այլ եւ այլ։ Ժորժ ջան, լրիվ ուրիշ բան ասում են, դուք լրիվ ուրիշ բան մեկնաբանում եք։ Դες չեն ասում, որ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին Հայաստանի իրավազորության ներքո չէ։ Բարդ է այդքան հասկանալ։ Ասում են, գիտենք, որ Հայաստանի իրավազորության ներքո է, որտեղ այդ երկաթուղու հողը Հայաստանից չեն վերցնելու, տան Ադրբեջանին, Թուրքիային կամ Ամերիկային, այլ խոսում ենք պայմանագիր, որը կնքել ես, որտեղ 74% բաժնետեր է Ամերիկայի Միացյալ Նահանգները, դու կաշկանդված ես որոշումներ կայացնելու մեջ։ Կազմակերպական առումով դա խնդիր է առաջացնելու։ Բացի դրանից, պայմանավորվածություն 99 տարով։ Դա նույնպես խնդիր է, որտեղ մենք չգիտենք, թե դրա հետ կապված ինչ զարգացումներ կլինեն, կապված Իրանի հետ։ Սա է ինչ մի բարդ, այսինքն լրիվ ուրիշ բան մեկնաբանում եք եւ մարդկանց մեղադրում, թե բա տեսակ, որ մեր իրավազորության ներքո է։ Ժողովուրդ ջան, մեր իրավազորության ներքո է։ 102-րդ բազանել ռուսական մեր իրավազորության ներքո է։ Բայց փողոցից մարդուն բռնում, տանում էին, պահում էին 102-րդ ռազմաբազայում ու մեր իշխանության ծպտունը դուրս չէր գալիս։ Փողոցից մարդուն նախ հետևում են իրան, հետո բռնում տանում են, պահում են այնտեղ։ Հետո ընդեղից էլ հանում են, տանում են Ռուսաստան։ Ու դուք գոյություն չունեք որպես պետություն։ Գիտենք, որ այդ հողատարածքը Գյումրիում է եւ Հայաստանի իրավազորության ներքո է, բայց ձեր լիազորությունները սահմանափակ է։ Երբ որ հասկացաք, որ պիտի ձեր լիազորությունները վերականգնեք, այլապես խայտառակ եք ելնում։ Խայտառակ եք ելնում, օդանավակայանում իրանք հետևում են մարդուն, գալիս են Երևանի փողոցում բռնում, տանում են Գյումրու բազայում հարցակնում, հետո էլ կողմ ավտո Հայաստանից հանում։ Ու դուք ոչ մեկն եք այդտեղ։ Էդ էլ է իրավազորության ներքո։ Մենք չենք հասկանում, ինչ ենք քննարկում։ Մենք չենք հասկանում, որ Հայաստանի այդ պայմանավորվածության արդյունքում կարող է բաժնետեր դառնա մեկ ուրիշը, որի հետ Հայաստանը համաձայնություն տա։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները գումար դնելու բացարձակ ցանկություն չունի թրիփի հետ կապված։ Նա պետք է գտնի որևէ մեկին, որը փող դնի։ Իսկ այդ որևէ մեկը կարող է Հայաստանի շահերից չի բխում, բայց Նիկոլ Փաշինյանի համար ախպերություն է, ինչ մի խնդիր է որ։ Ուղղակի կամ միջնորդավորված դա կարող լինի Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետո էլ մեզ բացատրեն, բա եթե իրանք փող չդնեն, շահագրգռված չեն լինի։ Իհարկե մենք պետք է ուզենանք, որ իրանք դնեն, որպեսզի սիրտները ցավի այդ ճանապարհի համար, այդ ճանապարհը գործի։ Մենք գիտենք, չէ՞ որ վաղը հաջորդը դա է ալնելու։ Մենք դա ենք զգուշացնում։ Հիմա շարունակենք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը չի սահմանափակվում միայն թրիփով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Մենք նաև համապարփակ գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը սահմանում է մեր երկկողմ հարաբերությունների շրջանակը եւ նոր ուղի է նախանշում, որից կշահեն թե հայերը, թե ամերիկացիները։
Պարզ ասած մենք իրականացնում ենք այն հիմնարար աշխատանքները, որոնք նախադրյալներ կստեղծեն, որպեսզի հայերն ու ամերիկացիները համատեղ աշխատելու համար ամուր տնտեսական հենք ունենան։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք նորմալ գործընկերություն ունենանք, Ժորժ ջան, երևի առաջինը ես մի հատ դրոշ կառնեմ, փողոց դուրս կգամ։ Որովհետև 2004 թվականին, երբ որ գտնում ենք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիության, ՆԱՏՕ, Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցության մասին, այդ ժամանակ ոչ էս իշխանությունը կար Ամերիկայում, ոչ էլ էս իշխանությունը Հայաստանում։ Դա ինձ համար նպատակ է եղել։ Այո, մենք հասնենք դրան։ Եթե Ամերիկայի հետ մենք գործընկեր լինենք, էլ ասուս կրակ ենք ուզում։ Բայց վատը նա է, որ սա Ամերիկայի հետ գործընկերություն չի։ Որտեղ նույն բանը ասում է Իրանին, նույն բանն ասում է Ռուսաստանին, նույն բանն ասում է Ադրբեջանին, նույնն ասում է Թուրքիային, հնարավոր չի անհամատեղելին համատեղել։ Դա առաջացնում է անհանգստություն։ Բոլորի համար դառնում ես կասկածելի գործընկեր, նույնիսկ եթե սեն սիրուն ճոռոմ բաներ են ասում։ Այն նույն Ռուսաստանի հետ էլ եք սիրուն ճոռոմ խոսում։ Այսօր ամբողջ օրը դրա ձեզ են դեմ տալիս պատին, ասում են մի հատ որոշում կայացրեք։ Կարող ենք մենք ընդհանրապես Ռուսաստանի կարծիքին հաշվի չառնեինք, ասենք, հեչ են խոսալ, մեզ ինչ։ Հա, բայց մեր իշխանություններն ասում են Ռուսաստանի հետ հերիք չի լավ ենք, պետք է փորձենք ավելի լավ լինենք։ Նրանք էլ ասում են ընկեր, եթե ուզում ես փորձես ավելի լավ լինես, խաղեր մի տա։ Չենք հասկանում ինչա կատարվում։ Որ ամեն օր Իրանի մասին ձեզ հետ խոսում եմ, ամեն օր Հայաստանի օրակարգում Իրան կար, որևէ մեկը դա քննարկում էր, դրա հավանական ռիսկերն ու վտանգները գնահատում էին, բայց այսօր Արադ Միրզոյանը դրան անդրադարձել է, փառք ասում, որ շատ կարևոր է լավ, որ Ամերիկան ու Իրանը լավ լինեն, բայց այդքան ինչ էինք ասում։ Մեր սիրելի հայրենակիցները ամեն օր դրա մասին գիտեն, որ դա ինչքան կարևոր է, այլապես մենք կարող է վտանգ ունենանք։ Ամերիկան հարցը չի կարգավորել Իրանի հետ։ Ամերիկան այսօր հարվածել է Իրանին։ Իրանն էլ պատասխան է տվել։ Բանակցության փուլում։ Ու այդ նույն Ամերիկան Հայաստանում ասում է, լավ պետք է լինենք, նոր այդ ժամանակ Արադ Միրզոյանը հիշում է, որ այս մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանի հետ լավ լինենք, բայց այդ էինք ասում։ Այդ բոլորը գիտենք մենք։ Հիմա իրանց ասած օրինակը բերում են, որ ոչ թե դրանով ասեմ տեսակ սա ճիշտ է, այլ որ ապացուցում են, որ շատ ուշացած ձևով իրանք հասկանում են, որ չլուծվի այդ հարցը, այս հարցը չի լուծվելու։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով դուք վարչապետը Հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին։ Իհարկե սա նշանակում է ուղիղ աջակցություն նաև Նիկոլ Փաշինյանին ընտրությունից առաջ, բայց այնպես չի, որ Դոնալդ Տրամպը եթե մեկին աջակցում է, դա լուրջ հաջողություն է ունենում։ Ընդհակառակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ով որ գնում է ընտրության, առանձնապես իրան չի կոտորում ծրագիր ներկայացնելու։ Գնում է ուղղակի քննադատում է Դոնալդ Տրամպին ու ընտրվում։ Բոլոր հարթակներում, բոլոր մակարդակների ընտրություններում։ Էլ չեմ ասում Հունգարիայում տեսակ ինչ եղավ, ոնց էր պաշտպանում Վիկտոր Օրբանին, որից հետո Վիկտոր Օրբանը պարտվեց, դա ասեց, հա դե լավ, մեզ համար այդքան էական չի, ինչ եղավ։ Այսինքն շատ իր աչքերը չէր ուռել Օրբանի համար, բայց հիշում եք ինչ կարակոտ աջակցության տեքստեր էր կարդում Դոնալդ Տրամպը։ Այնպես որ սա բան չի փոխելու ընտրության հետ կապված, թեպետ նախընտրական նպատակով արված, որովհետև այդ տեսեք Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցություն է հայտնում, բայց ինչ եք ուզում։ Իսկ ես ասում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը բոլորից նեղացած է, որովհետև ինքը ինչ ուզում է չեն տալիս։ Ինքն էլ վերցնում է այդ երկիրը ներկում է Ամերիկայի դրոշի գույնի։ Քանի Հայաստանը ինքը չի ներկե, նշանակում է ինքը դեռ գիտի, որ ինչ ուզենա կստանա։ Հենց ինքը ներկեց, ուրեմն նշանակում է Հայաստանից նեղացել է, ասում է դե դու կտեսնես։ Որովհետև եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների ասում են չէ, ինքը ասում է դե կտեսնես ինչ կանեմ։ Նրան ասում է չէ Գրենլանդիան, ասում է Պանաման, ասում է Մեքսիկան, ասում է Կանադան, ասում է Եվրոպան, ասում են չէ։ Ու ինքը նրան չի սիրում, հեչ չի սիրում։ Եթե բոլորը սիրում են Նիկոլ Փաշինյանին, մտածեք թե դա ինչ է, դա քաղաքականության հետ կապ ունի, թե չէ։
Դրա համար ուղղակի հասկանանք, որ այս աջակցությունը նույնպես, ոնց որ ես ասացի, որ Ֆրանսիան բարեկամ պետություն է Հայաստանի համար, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ լուրջ գործ է անում աշխարհաքաղաքական եւ համաեվրոպական ծրագրերի համար, շատ լուրջ, բայց մեր կարծիքը էականորեն տարբերվում է ֆրանսիացի ընտրողի կարծիքից, որտեղ նրանք ընդհանրապես չեն ընդունում Մակրոնին, սպասում են օրերն են հաշվում, երբ պետք է 2027 թվականին գնա։ Այսինքն եթե Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, դա փայլուն է, հիանալի է։ Եթե Մակրոնը աջակցում է Փաշինյանին, երկրի ներսում ասում են, այս Մակրոնի թեկնածու Փաշինյանն է, Մակրոնին մերժում է նաև Հայաստանի իշխանություններին։ Այսինքն դա չի օգնում գործին, դա վնասում է նույնիսկ։ Առավել ևս, որ ասում են, բայց որ Ռուսաստանից միջամտում են, ասում եք միջամտությունը Ֆրանսիային, Ամերիկային է միջամտություն չի, իմ կարգի մարդը ինչքան էլ իր համակրանքը լինի արևմուտքի նկատմամբ, ի տարբերություն ռուսաստրուկների, ես ունեմ անկախ ինքնուրույն կարծիք։ Ես գտնում եմ, որ մենք պետք է լինենք քաղաքակիրթ աշխարհի մաս, որի պարագայում ես ունեմ իմ անձնական կարծիքը։ Եթե ես համարում եմ, որ Պուտինի միջամտությունը, ուրեմն Մակրոնին ու Թրամփների միջամտություն։ Ի տարբերություն ռուսաստրուկների, ես արևմտյան արժի համակարգը ընտրում եմ, որովհետև ստրուկ չեմ։ Այդքան մի բան։ Հիմա ասենք առաջ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ հայտարարության ժամանակ անդրադարձել է ստորագրված փաստաթղթերին։ Նախարարն ընդգծել է, քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի, վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Արտգործնախարարը նաև հավելել է, մենք արդեն ունենք ստորագրված եւ ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության, կիսահաղորդիչների եւ միջուկային էներգիայի վերաբերյալ։ Քիչ առաջ ականատես եղանք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթը կրիտիկական հանքանյութերի եւ իհարկե ամենակարևորը հովանոցային պայմանավորվածության վերաբերյալ։ Խնդրում եմ մի փոքր ուսումնասիրել եւ համեմատել երկու փաստաթղթերը։ Հուսամ կտեսնենք, թե ինչպիսի նոր հնարավորություններով է հարստացված փաստաթուղթը։ Միրզոյանը նշել է այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ եւ որոնք այնուհետեւ գործնականում կտեսնենք որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի համար եւ աննախադեպ հնարավորություններ են բացելու երկրի համար։ Տա Աստված, որ դա այդպես լինի, նորից եմ ասում, նույն ձևի առոգանությամբ, նույն ձևի ոգևորությամբ նույնը նշվում է Ռուսաստանի հետ, Իրանի հետ չի լինում։ Անհամատեղելին համատեղել չի ստացվում ու դա բալանսավորված քաղաքականություն չի։ Այդ բառը նաև օգտագործում է Սերժ Սարգսյանը, բալանսավորված քաղաքականություն, քանի որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ամեն ինչ աժառանգ է, սահմանադրությունը, կառավարման համակարգը եւ ամեն ինչը, էդ էլ է մնացել, բառն էլ չի փոխել, էլի։ Մի հատ ուղղակի ավելացել է բալանսավորված, բալանսավորման, որ Սերժ Սարգսյանին չի կրկնում, էլի, մի բան ավել է ասում, բայց էլի նույն բառն է ասում։ Հա։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան, մենք որպես պետություն, որը ռազմավարական գործընկերություն ունի ԱՄՆ-ի հետ, դարավոր նմանատիպ գործընկերություն ու հարաբերություններ ունի Իրանի հետ, հազար թելով կապված է եւ Իրանի եւ ԱՄՆ-ի հետ, շահագրգռված ենք րոպե առաջ Իրано-ամերիկյան խնդրի կարգավորմամբ, բանակցային ու խաղաղ ճանապարհով հարցերի լուծմամբ եւ ինչու՞ չէ ապագայում նրանց միջև համագործակցության հաստատմամբ։ Ահա այն, ինչի մասին ամեն օր խոսում ենք։ Ահա այն, ինչին բավական լուրջ տեղ ենք հատկացնում մեր շփման ժամանակ։ Նույնիսկ եթե նախընտրական փուլ է, նույնիսկ եթե մարդիկ առավոտից երեկո խոսում են բացառապես ընտրությունների մասին։ Ահա այն, ինչ որ Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ ինչքան կարևոր է Իրանի եւ Ամերիկայի հարաբերությունների կարգավորումը, որովհետեւ եթե դու երկուսի հետ ունես այդպիսի ջերմ հազար թելով կապված կապ եւ այդ երկուսը իրար ոչնչացնելու ցանկություն ունեն, դու խնդիր ունես։ Առավել ևս որ այդ Սյունիքը Իրանի հյուսիսային հարևանությամբ է։ Խնդիր է դա։ Մենք շատ զգուշավոր պետք է լինենք։ Թուղթը ստորագրելը կստորագրես կյանքի կոչելու մասին է։ Եթե Իրանի հետ մենք նորմալ հարաբերություններ կարողանանք պահպանել, հրաշալի է։ Չմիջամտենք իր գործերին, Ընդ չլինի, որ Ամերիկան մեզ պարտադրի քայլեր անել Իրանի դեմ, որը դա մեզ համար կլինի կատաստրոֆիկ,
Որտեղ եթե Իրանի դեմ մենք ունենանք լարված հարաբերություններ, որպես հարևան, Իրանը մեզ համար կլինի ավելի վտանգավոր, քան անգամ Ռուսաստանը։ Իմաստը որն է, որ մենք վտանգ ստեղծենք մեր հարևանի համար։ Ու իմաստը։ Բայց պետք է լուծումը գտնենք։ Այսինքն դուք համոզվեցիք, որ մեր իշխանությունները բացատրում են, որ ժողովուրդ ջան, հասկացեք, առանց Իրանի եւ Ամերիկայի հարցերի կարգավորման, այս ինչ որ ասում ենք, այդ թղթի կտոր է։ Նախընտրական թղթի կտոր, ժողովուրդ ջան։ Պարզ ասում եմ ձեզ։ Եթե դա իրականություն լիներ, ամենաուրախը ես կլինեի, որովհետեւ հիմա նայենք, թե ինչ է կատարվում։ Նայենք, թե այն մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի աղբեր Վլադիմիր Վլադիմիրիչը ինչ է անում, որ հասկանանք, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե չէ։ Եթե մենք ասում ենք, որ մենք պատկերացնում ենք մեր երկրի ապագան Եվրամիության կազմում, մենք հասկանում ենք, որ դա կարա որևէ մեկին դուր չգա, բայց կարաս լինես ճանապարհ բռնես Եվրամիության հետ եւ շատ լավ հարաբերություններ ունենաս ուրիշ երկրների հետ, նաեւ ԵԱՏՄ-ի հետ շատ արտոնյալ ռեժիմով առևտուր անես։ Միայն խաղեր չտաս։ Քեզ խաղեր տալու համար են քեզանից նեղանում, որ նրան էլ ես հասում, նրան էլ ես հասում։ Ազնիվ ձևով մարդը եթե կանգնում ասում է ժողովուրդ ջան, ինձ համար որպես հարմար է, իմ շահերից է բխում, գնալ այնտեղ։ Եթե մենք լավ գործընկեր ենք, ինքնիշխան պետություններ ենք, դու էլ համարում ես մեզ բարեկամ պետություն, դու ինքդ ուրախ լնես, որ մենք լավ ընտանիքի մեջ լնենք ու քո հետ էլ լավ հարաբերություն ունենանք, դու ինչի ես հուզվում որ Շատ հարցերում էլ կարող է կամուրջ լնենք Եվրամիության եւ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի միջև։ Ինչի եք խառնվել որ իրար։ Բայց երբ որ նրան ասում ես վայ, բա ես ԵԱՏՄ-ից դուրս կամ Վլադիմիր Վլադիմիրիչ ջան, վերև Աստված ներքև դու։ Այ չէ, այ մարդ, այդ ինչ եմ ասում։ Ոնց կար Աստված քեզանից վերև լինի։ Վերև դու, ներքև Աստված, էլի ներքև էլի դու։ Գիտենք, չէ, ժողովուրդ, հրետ էլ գիտենք, չէ։ Բայց դրա համար չի ստացվում։ Հիմա դրա համար Վլադիմիր Վլադիմիրիչն էլ ամեն օր ընտրությունից առաջ դեմ է տալիս, ասում բան ես խոստացել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար, օտարերկրյա պետությունների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական եւ այլ հետապնդումների դեպքում։ Փաստաթղթի համաձայն Ռուսաստանի նախագահի թիվը Սայլնի կկարողանա Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կազմավորումներ ուղարկել ռուսաստանցիներին օտարերկրյա եւ միջազգային դատարանների հետապնդումներից պաշտպանելու համար, որոնք կոչտված են լիազորություններով առանց Ռուսաստանի մասնակցության։ Բացի այդ, ինչպես բխում է օրենքից, պետական մարմինները Ռուսաստանի նախագահի որոշմամբ միջոցներ կձեռնարկեն նաև ռուսաստանցի քաղաքացիների պաշտպանության համար այլ երկրների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական եւ այլ հետապնդումների դեպքում։ Հիմա հանգիստ թողենք մյուս երկրները, իրանք իրանց հարցերը կլուծեն։ Ես խոսում եմ Հայաստանի մասին։ Քանի Ռուսաստանի քաղաքացի կա, որ հիմա գտնվում է Հայաստանում։ Քանի Ռուսաստանի քաղաքացի կա, որ Հայաստանում կարող է օրենք խախտել։ Քանի Ռուսաստանի քաղաքացի կա, որ նաև երկքաղաքացի է, բայց Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանի օրենսդրությամբ, երկքաղաքացին Հայաստանի համար համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նրա ամբողջ ծավալի իրավունքներով ու պարտականություններով։ Միայն սահմանափակումներ կա որոշակի պաշտոններում նրանց աշխատելու համար։ Բայց մնացած առումներով նա ճանաչում է իրան որպես Հայաստանի քաղաքացի։ Ռուսաստանն է նրան ճանաչում է որպես Ռուսաստանի քաղաքացի։ Հիմա այդ Ռուսաստանի քաղաքացին, եթե դիմի Վլադիմիր Պուտինին, ասի Հայաստանում իրան ձերբակալել են հանիրավի քաղաքական դրդապատճառներով, մեզ ճնշում են։ Առավել ևս, երբ որ Պուտինը հրապարակային խոսել է, որ ինչի եք մարդկանց կալանավորում։ Հիմա դնենք մի կողմ Նիկոլ Փաշինյանի արածը ճիշտ է, սխալ է եւ այլ եւ այլ։ Ռուսաստանը այսինքն այս սրանով իրան իրավունք է վերապահում իր քաղաքացիներին Հայաստանում պաշտպանել, զորք մտցնել։ Չնայած մեր պարագայում զորք մտցնելը որն է, այն զորքը մենք ենք մտցրել էլի աղոհացով։ Մթամնոր պետք է մտցնենք։ Հիմա դուք այս օրենքից չեք անհանգստանում։ Ինձ Ռուսաստանից զանգում են, գրում են եւ ասում են կոնկրետ այսինչ ռեգիոնից մարդկանց ուղարկում են Հայաստան։ Անկամ նշում են մեր որ վայրի
քաղաքացիներն են, որոնք հլուհնազանդ պատրաստ են Ռուսաստանի պատվերը կատարել, որովհետև կարող է Ռուսաստանից գա մեր քաղաքացին եւ գա չքվյարկի ռուսամետ ուժի օգտին, բայց իրանք նույնիսկ աշխարհագրորեն ասում են, որ այս սրանք ու այս սրանք հատուկ իրանց են ընտրում եւ ուղարկում են, որ գան աջակցեն ռուսամետ ուժերին։ Ես դա չեմ հնչեցնի, որպեսզի հանկարծ մարդկանց մոտ վիրավորական տպավորություն չառաջանա, թե ինչու է կոնկրետ թիրախավորում այդ խմբերին, մեր ազգի այդ խմբերին կամ սեպխրում եւ այլ եւ այլ։ Բայց ակնհայտորեն մարդիկ ասում են դուք չեք պատկերացնում ինչա կատարվում։ Կոնկրետ ասում են դու ես ինչ տեղից ես, հայկական ցակման, հա, դե արի քեզ ուղարկում ենք այնտեղ։ Հիմա ազնագրերը որ նայեք դուք էլ կիմանաք, չեմ ուզում ուղղակի անուն տամ, դա գեղեցիկ չի լինի։ Բայց պատկերացեք հատուկ նպատակային ուղարկում են։ Վաղ այստեղ որ մի հատ հանցագործություն լինի, մի բան լինի։ Հատուկ ռազմական գործողության ժամանակ մարդկանց ուղարկել են Ուկրաինա։ Գնացել են կռվել են մարդեն սպանել։ Բանտերից հանել են, ուղարկել են Ուկրաինա։ Ուկրաինայում կռվել, սպանելուց հետո հետ են եկել, ստացել են բավական լուրջ մեդալներ, դատվատությունը ջրվել է, եւ այդ մարդկանց լուրջ արտոնություններ են տվել, բայց այդ մարդիկ արյան համը տեսել են, այդ մարդիկ մեծ փողերի համը տեսել են։ Եվ այդ մարդիկ ցանկանում են գան Հայաստան որպես վարձկաններ։ Գալիս են Հայաստանում բռնվում, բայց նա պատերազմի հերոս է։ Ռուսաստանն ասում է ոնց թե։ Դու իմ պատերազմի հերոսի բռնել դատում ես։ Էդ ով դառար դու։ Մեծ զորք մտցրեք։ Դուք հիմա այդ ազատ տեղաշարժը Ռուսաստանի հետ, որ պահպանում եք, ու Նիկոլ Փաշինյանն ասում է 2 տարվա մեջ կգնանք Եվրամիության ազատ վիզա կստանանք։ Ռուսաստանից ազատ մտնելու են Հայաստան ու Հայաստանից էլ ազատ գնան Եվրոպա։ Լուրջ, ու Ռուսաստանն ու Եվրոպան իրար թշնամի են համարում։ Չեն անի նա մինչև նրա սահմանափակումը չանես։ Որևէ ձևով որևէ ռեժիմ վերանայել ես Ռուսաստանի հետ, ոչ։ Բայց արդեն Պուտինն այս օրենքն ընդունել է։ Ցանկացած պայի դա կարան մեր դեմ օգտագործեն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու հայտնի բանաստեղծություն կա, չի կարելի նույն տեղով նստել տարբեր գնացների վրա։ Իհարկե ես դες ասեմ, որ ամենաբարձր բոլոր պաշտոնյաները Ռուսաստանի իրանց բոլոր օրինակները հետույքի մասին է։ Ես չեմ կարող ասեմ ինչու է դա այդպես, իրանք դրանով են մտածում, թե ուրիշ պատճառ կա, կամ անընդհատ իրանց գլխին բերում են իրանց հետույքի պատճառով խնդիրներ, որ անընդհատ իրանց բոլոր տպավորիչ օրինակները դրա մասին է։ Բայց ոչինչ, էությունը նայենք, ոչ թե կոնկրետ ձևակերպումը։ Ուստի այսինքն իրանց ասածը նա է, որ չի կարելի 2 տարբեր գնացների նստել, էլի մեջից կճղվես հասկանալի պատճառներով։ Հա, ուստի պետք է ինչ-որ կերպ այնուամենայնիվ ընտրել այն գնացքը, որը քեզ համընթաց է։ Համընթաց է քո երկրի ճանապարհին, համընթաց է քո ժողովրդի ճանապարհին։ Շոյգուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը դեռևս մնում է հապկում, սակայն կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստը դարձյալ անցել է առանց Երևանի ներկայացուցիչների մասնակցության։ Իդեպ երբ որ իրանք գնացքի օրինակ են բերում, խորը թյուրիմացության մեջ են։ Ես որ օրինակ եմ բերում, չեմ ասում այս մի գնացքը միաժամանակ նստել չի կարելի։ Ասում եմ մենք պետք է որոշենք, շարժվում ենք ավտոբուսով, որը ԵԱՏՄ-ն է, ինչքան ուզում է ճարպիկ լինենք, գնանք մտածենք լավ աթոռին նստենք, մեկը դա ԵԱՏՄ-ի ավտոբուսն է, թե գնում ենք Եվրամիությունով ինքնաթիռով։ Եթե վերջի տեղն էլ նստած ելնենք, մենք թռնում ենք ինքնաթիռով։ Այսինքն տարբերությունը ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության դա ավտոբուսի եւ ինքնաթիռի տարբերություն է ժողովրդյան։ Իսկ չգիտեմ ոնց է որ Սերգեյ Շոյգուն համարում է, որ էնել է գնացք, էնել է գնացք։ Եթե գնացք կա գոնե պետք է մի հատ տարբերությունը դնես, որովհետեւ խորհրդային միության ժամանակվանից մնացած ռուսական գնացքների արագություններն էլ գիտենք, եվրոպական գնացքների արագությունն էլ գիտենք։ Մի հատ էլ իմանանք, իսկ կարելի է այդ մյուս գնացքներից նստել, թե չէ։ Թե չէ ձեր գնացներից Հայաստանում էլ կա տեսել ենք էլի։ Այդ ոնց տեսել ենք նաև ծնված ժամանակներս։ Սերգեյ Շոյգու հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ հապկի կողմից օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ հարցում չի եղել։
Իհարկե կարող է եղածել չլինի, ես համարում եմ, որ հնարավոր է եղած չլինի, որովհետև Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի անդամ չէր։ Բնական բան է, նրա ազդեցության գոտուց դուրս էր։ Բայց այնց ասում եք, կարելի է կարծել, որ Հայաստանի վրա արձակվեցին ՀԱՊԿ-ը եսի ինչ արավ։ Ձեզ չեն մեղադրում, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՀԱՊԿ-ը չի միջամտել։ Ձեզ մեղադրում են, որ ՀԱՊԿ-ի կենսական շահերի տարածքը մտել են, դուք ասել եք, բայց հանձնաժողով կազմենք, տենանք այդ քու տարածքնա, թե չէ։ Սրանք էլ ուրիշ բան ասում են, ուրիշ բան իրանք պարզաբանում են։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված քեզ ուրիշ բանում են մեղադրում։ Միլիարդավոր դոլարների հարձակողական զենք, որ մեր ռազմավարական դաշնակիցն ու ՀԱՊԿ-ի լոկոմոտիվ հանդիսացող Ռուսաստանը տալիս էր Ադրբեջանին, ում դեմ էր օգտագործելու։ Չգիտեր, որ մեր դեմ էր օգտագործելու։ Այդ դրա մասին մտածեք։ Ձեզանից օգնություն պետք չէր։ Օգնությունը նա էր, որ հարձակողական զենքը չտայիք մեր թշնամուն, որից հետո էլ պաշտպանական զենքն էլ չկարողանայինք օգտագործենք, որ պաշտպանվեինք, որից հետո էլ մի քանի տարի հետո հասկանայինք, որ դուք ստի չեք կարողանում Կարմիր հրապարակը պաշտպանեք ուկրաինական դրոններից ու հրթիռներից, եւ պարագայում, բայց մինչեւ այդ մեզ ասում եք, դուք ձեզ լավ չեք պահել, դրա համար մենք ձեզ չենք պաշտպանել։ 1000 կիլոմետր թռնող Կարմիր հրապարակին հասնող հրթիռին ու դրոնին չեք կարող խփեք։ Ձեր խիղճը մեռնի։ Հայաստանը Ադրբեջանի հետ հարևան է, որ մի քանի կիլոմետրից մի հատ դրոն թռներ, դուք խփելու էիք, իսկի չէիք հասցնի նկատեք։ Այդ ամեն ինչը բացահայտվեց, չէ։ Հալա մենք ավելի շուտ գիտեինք, բայց հասարակությունը այդ ամեն ինչը տեսավ, չէ։ Այսինքն մեղադրանքին կոնկրետ պատասխանեք, ոչ թե մեղադրանքը ուրիշ ուղղությամբ հաստիագրեք եւ ասեք դուք երբ եք դիմել, որ մենք ձեզ չենք օգնել։ Հա, Հայաստանի հարցում դիմել եք, չեք օգնել։ Ինչ է չհասկանալու։ Էլ ինչ իմաստ ունի քննարկել Լեռնային Ղարաբաղի հետ կապված դիմել եք, թե չէ։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ո՞նց էինք դիմելու, եթե Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի անդամ չէր։ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը նրա վրա չէր տարածվում։ Մի հարցով կարայինք դիմեինք, թշնամուն արձակողական զենք չտաս։ Դու էլ տվել ես։ Մեկ էլ Սերգեյ Շայգուն ինչ է ասում։ Խնդիրները շատ են եւ դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում եւ պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ։ Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է եւ նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ։ Իդեպ, այս ձևակերպման հետ համաձայն եմ ես, որովհետեւ մենք էլ ենք ասում, չէ, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերում իբր թե Ալիևի ձեռով։ Իսկ մենք Ալիևին չենք վստահում։ Ավելին, մենք Նիկոլ Փաշինյանն էլ չենք վստահում։ Իսկ նույն բանը ասում է Շայգուն։ Կարող ենք մենք իրանց արած սխալների համար քննադատել, բայց այս բանը ինքը սխալ է ասում։ Դու քո անվտանգության երաշխավոր ես հայտարարել քո պոտենցիալ թշնամուն։ Ոնց։ Որ Ռուսաստանը արդյունավետ չի, այդ գիտեք, բայց հաստատ Ադրբեջանն էլ արդյունավետ չի։ Բա մենք էլ ասում ենք, Եվրոպայի հետ որ լավ լինենք, եվրոպական անվտանգությունն է արդյունավետ։ Շայգուի ասածի մի մասը ճիշտ է, մյուս մասը ասում ենք, բայց դուք էլ չեք հուսալի։ Դրա համար մենք ուրիշ ուղի պետք է որոնենք, ուրիշ ճանապարհով գնանք։ Բայց համաձայն ենք, որ այո, չի կարելի մեր անվտանգության երաշխավորը լինի Ադրբեջանը։ Դա աբսուրդ է ուղղակի։ Իսկ հիմա շարունակությունը նորից նայենք, Ռուսաստանից ինչպիսի ալիք է, դա պետք է հասկանանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է անկայուն, այդ կապակցությամբ կարևոր է պահպանել մոտեցումների միասնությունը եւ սերտորեն համակարգել մեր գործողությունը, լուծելու ՀԱՊԿ-ի առջև ծառացած ռազմավարական առաջադրանքները եւ ընդլայնել դրա վերլուծական ներուժը իրավիճակի մանրակրկիտ եւ համապարփակ վերլուծության համար։ Այսինքն Պուտինն արդեն ասում է, այդ սառեցած, մառեցած, այդ մոռացեք, պետք է միասնական հանդես գանք։ Այսինքն վաղը դա դնելու են Նիկոլ Փաշինյանի դեմը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ասել, գիտես ինչ, ես Ամերիկայի հետ եմ աշխատում, Եվրոպայի հետ եմ աշխատում, լավ մնացեք, հաջողություն։ Ասում է, չէ, մենք ձեր հետ շատ լավ ենք։ Ասում է, աշներս տենա։
Մեր այդ լավ է, ուրեմն հապկն վերականգնես։ Եթե չէ, մենք այսօրվանից իմանանք քո հետ ոնց ենք վարվելու։ Որովհետև շարունակությունը նայենք։ Պետդումայի փոխոսնակ Պյոտր Տոլստոյ։ Այն առավելությունները, որոնցից օգտվում էր Հայաստանը եւ որոնք Հայաստանի ներկայիս ղեկավարությունն օգտագործում էր նաեւ ներքին քաղաքականության մեջ, կապված ԵԱՏՄ անդամակցության հետ, կարող են շատ հեշտությամբ անհետանալ։ Դա պայմանավորված է նրանով, որ հակառուսական բնույթի հայտարարությունները, ռուսաց լեզվի հալածանքները, կտրուկ հակառուսական արտահայտությունների փորձերը, ինչպես նաև Զելենսկու հետ ջերմ գրկախառնությունները բնականաբար չեն կարող անպատասխան մնալ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Տոլստոյն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն միջոցներ կձեռնարկի խելքի բերելու այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր որոշել են, թե կարող են յոլա գնալ առանց Ռուսաստանի։ Հասկացա՞ք, ժողովուրդ ջան, իսկ ասեմ ձեզ, դուք չնայեք որպես բանի Պետդումայի փոխոսնակ, Պյոտր Տոլստոյը իրանց քաղաքական էլիտայի մեջ բավական լուրջ դերակատարություն ունի։ Համարեք, որ սա Պուտինի խոսքերն ա մեզ ասել Դումայի միջոցով։ Խելքի են բերելու մեզ, օրինակ ինձ ենթադրենք։ Հիմա մենք, ժողովուրդ ջան, դուք թույլ եք տալու, որ Տոլստոյը ինձ խելքի բերի։ Մենք գտնում ենք, որ մենք կարող ենք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, բայց համագործակցության հարթակը մեր Եվրամիությունն է, Միացյալ Նահանգներն է։ Իսկ Ռուսաստանը որպես պետություն ինչ խնդիր ա որ։ Ով ասե, որ ապայման պետք է մենք որ ԵԱՏՄ-ի անդամ էինք, չենք ուզում Եվրոպայի հետ լավ լինենք կամ Ամերիկայի հետ։ EMI-ի անդամ կլինենք, կուզենանք ԵԱՏՄ-ի հետ լավ լինենք, ինչ ա եղել որ։ Որպես երրորդ երկիր շփվում ես, ինչ պրոբլեմ կա որ։ Բայց դուք տեսեք, նրանք խելքի են ուզում բերեն։ Դե դա կախված է նրանից։ Դուք դրա հետ համաձայն եք, թե չէ։ Հիմա այս ամեն ինչով ամփոփենք, որովհետև շատերը կարող ասեն, բա մեզ պետք է Տոլստոյի խոսքերը։ Մեզ պետք չէր լինի, եթե չիմանայինք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել իր հավատարմության երթումն տվել եւ դու սա եկես ստախոս։ Այս է անհանգստացնում։ Իսկ հիմա նայենք, կարճ անդրադառնանք, ելի որ հասցնենք, եթե աշխարհակաղակական մի քանի հարցեր անդրադառնանք։ Ուրեմն ընտրությունների հետ կապված, հիմա ես ասեմ, այս ամեն ինչից հասկացաք, չէ՞։ Դրա համար ես ասում եմ, խաղեր տալը վտանգավոր է։ Քեզ կարող է հարգեն քո կարծիքը, թեկուզ քեզ չսիրեն, որովհետև դու իրանց հետ չես, բայց հարգեն քո սկզբունքային կարծիքը։ Դրա համար մենք ասում ենք, մենք հստակ, որպես քաղաքական ուժ, ես նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր վարչապետի թեկնածուն, հստակ ասում ենք, կստանանք մեծամասնություն, հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության։ Ու անմիջապես Եվրամիության մեր գործընկերներին կասենք, ով է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Դուք որևէ ճկուն համակարգով թե դիմելու ենք Միացյալ Նահանգներին, թե դիմելու ենք ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն որպես խորհրդանշական, որ գիտենք, որ դա կա որպես կառույց, շատ հեշտ է դա ներկայացնել, բայց գիտենք, որ նաև որոշակի խնդիրներ կա ՆԱՏՕ-ի հետ կապված, հիմա էլ տեսնում ենք վերակառուցման հազար ու մի խնդիրներ, Եվրոպան ցանկանում է իր անվտանգության հարցը լուծի, բացի այդ Իրանը կատեգորիկ դեմ է ՆԱՏՕ-ի ներկայությանը Հայաստանում, մենք պետք է ունենանք նաև այսպես ասած առևտրի տեղ, որ Իրանին ասենք մենք ձգտում ենք ՆԱՏՕ-ի, բայց եթե չես ուզում, մեծ աղբեր։ Այդ դեպքում լավ, ուրիշ տարբերակ կմտածենք եվրոպական անվտանգության, որին դու դեմ չես, բայց իրականում այդ եվրոպական անվտանգության անդամ երկրները բոլորը ՆԱՏՕ-ի անդամ են։ Այսինքն սա հստակ է, ժողովուրդ ջան։ Կունենանք մեծամասնություն, այդ քայլը կանենք։ Չենք ունենա մեծամասնություն, դա էլ եմ ասել։ Այսօր մեր իշխանությունները տանում են բախման։ Դիտավորել սրում են, տանում են բախման։ Օրը մի ձայնագրություն հանում են, չեմ ասում այդ ձայնագրությունը ճիշտ է կամ սուտ։ Ասում եմ այդ ձայնագրությունը հանում են, տները խլելու ենք, ամեն ինչ անում ենք, որ նրանք ասեն ժողովուրդ ջան, եթե սա հաղթես, տեսեք ինչ անելու։ Նորից վեր գալավ բանդիկով չակուչը, նորից էլի դուս եկավ փողոց։ Խփելու եմ հիմա մյուսների գլխին։ Հատուկ դա անում է նրա համար, որպեսզի գնա բախման։ Այսինքն մենք խաղաղություն ենք բերել Ադրբեջանից, որպեսզի պատերազմ հրահրենք Հայաստանի ներսում։ Սա է անում Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ջան։ Ու ասեմ, ռուսամետ ուժերը այդ խաղի կանոններն ընդունելու են, որովհետև ասել է, եթե ես հաղթեցի, ձեզ բոմբ եմ սարքելու, կզսնելու եմ։ Օրենքներ ապացուցեց, որ ինքը իրավունք ունի, կզսնի, օրենքի խախտում չի։ Հասկանում եք, որ դա գնում է սրման։ Մենք է պարզ հայերեն ասում ենք։
Դրա դեմ առնելու մի ձև կա։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որը իսկ սկզբանե կատեգորիկ կանգնելու ասելա ոչ մեկին չեմ միանա, որ այն ժամանակ քննադատում էին թե ինչու չեք մտածում կարելի է միանալ, հիմա այսօր դա կյանքը ցույց տվեց, այդքան անալիտիկ ունակություններ ու փորձ ունենք, ես էլ Գուրգեն Սիմոնյանն էլ որպես քաղաքագիտության տեխնացու, որպեսզի հասկանայինք, որ իսկ սկզբանե կոշտ ձևով պիտի կանգնեինք ու ասեինք ոչ մեկին չենք միանում։ Իսկ այս ընթացքում բոլորը բացահայտվեցին, բոլորը։ Մի մասը ասես, եթե անցնենք Նիկոլ Փաշինյանն ենք պաշտպանելու, մի մասը անցնենք Սամվել Կարապետյանն ենք պաշտպանել։ Մի մասը որի փրթե իրանք նենց անկողմնակալ ինչ որ դաշտում էին, ասին ոչ կներ այս գործող իշխանությանը կմիանանք ոչ էլ նախկիններին, բա ասին Սամվել Կարապետյանը հո նախկին չի։ Դա ի՞նչ է նշանակում, որ կմիանանք, պարզ չի։ Իսկ դաշտը հստակ է, ժողովուրդ ջան։ Դաշտը հստակ է։ Եթե մենք ստանում ենք շատ ձայն, բախում չի լինում։ Որտեղ կանգնում ասում ենք, հոպ դու մեծամասնություն չունես, ում ձայներին ես տեր կանգնում մարդկանց փողոց անելով։ Լավ սպասի մի հատ տենանք ով է վարչապետը լնում, լավ սպասեք մի հատ բանակցություններ կա, լավ սպասեք մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Այդ առաջի ալիքը կոտրվում է, որ ամեն մեկը մտածում է, ամսի 7-ով ամեն ինչ որոշվում է։ Դա ենք ձեզ պարզ բացատրում։ Եվ ասում ենք, այդ պարագայում կատեգորիկ պետք է կանգնել եւ չմիանալ ոչ մեկին։ Սա է հարցի լուծումը։ Ստանալով մանդատի ուժով կանգնել ժողովրդի այդ բախման արանքը ու ասել, որ ինչի համար եք բախում տանում, եթե դուք մեծամասնություն չունեք։ Գնանք տեսեք մի հատ հաջորդ քայլը ինչա տեղի ունենում եւ ժողովուրդն էլ հասկանա, որ այդ բախումը բացարձակ կարելի է կանխել միայն այդ ձևով։ Իհարկե ես հասկանում եմ, որ շատերը շատ ծանր են տանում, բա նրա խաղերն են խաղում, նրա խաղերն են խաղում, մարդիկ ասում են, բա որ դուք ձայները փոշիացնեք, դրանով օգնում եք Նիկոլ Փաշինյանին։ Ասում ենք դուք ինչ եք կարծում, Սամվել Կարապետյան գումարած Գագիկ Ծառուկյան, գումարած Ռոբերտ Քոչարյան ձայներն ավելի շատ է, թե Նիկոլ Փաշինյան։ Ասում է, չէ, իրան ձայներն ավելի շատ է, քան Նիկոլ Փաշինյանը։ Բա ոնց ենք ձայները փոշիացնում տալի Նիկոլ Փաշինյանին։ Եթե դրանից շահելու ամենաշատ ձայն ստացածը, ու այս երեքը մի դեմքով են հանդես գալիս։ Այս երեք ավելի շատ ձայն ունեն, քան Նիկոլ Փաշինյանը։ Ոնց է մեր ձայները Նիկոլ Փաշինյանին միանում։ Թե ուղղակի դուք պատվեր ունեք, տենց ասեք։ Մի հոգի էլ կար, այս վերջերս հարցազրույց էր տվել ու ասում էր, բա գիտեք, այն իսկական ազնիվ դե նեց ինքը լրիվ նիկոլական դաշտում էր, էլի, չեմ ուզում անունը տամ, այդքան նեց կարևոր չի։ Բանա դե 4-ը նշում էր, որ այդ հայրենասիրական դաշտում Նիկոլ Փաշինյան, Արման Բաբաջանյան, Արամ Զավենի Սարգսյան եւ Լևո Շիրինյան։ Մարդը հարցազրույցում ասում է, այս 4-ն են, մնացածը սա ռուսական դաշտում են։ Մնացածը բոլորը։ Հիմա մեկը ինձ գրել է, ասում է, ինչ չեք հերքում, որ դուք ռուսական դաշտում չեք։ Հասե, բայց ինչի համար հերքենք։ Մարդը հրաշալի բան է, ասի, ինքը խոհանոցը գիտի։ Ինքը խոհանոցը գիտի ու գիտի, որ մենք նիկոլական չենք։ Ինքը բացահայտել է խոհանոցը։ Ես շատ ուրախ ենք դրա համար։ Ինքը փաստը գիտի, ասել է Անտինյանը, Սիմոնյանը մեր հետ են, ասել են չէ։ Դե մտածել է, ոնց կարող պատա, եթե մեր հետ չեն, ուրեմն ծախվել են մյուսներին։ Ինքը չի կարող հասկանա իր ուղեղով, որ կարող ես ոչ նրան ծախվես, ոչ նրան։ Այսինքն ինքը իր դրա համար ասում ժողովուրդ ջան, այն որ ասել է, որ մենք նիկոլական չենք, դա փաստ է, որտեղ ինքը տեսել է, որ այնտեղ չենք, հարցրել է։ Այն որ ասել է մյուսների հետ ենք, դա կարծիք է։ Կարող է ճիշտ է, կարող է սխալ։ Ինչ է հերքենք։ Հիմա նույն հաջողությամբ մեկ ուրիշը գնում է ռուսամետ ուժերին, ասում է Անտինյանն ու Գուրգեն Սիմոնյանը մեր հետ են, ասում են չէ։ Ոչ մի ձևի ուղիղ, տակից, կողքից մեր հետ են, ասում են չէ։ Դե լավ, ուրեմն Նիկոլի հետ են։ Դե ում հետ պետք է լինեն։ Հայաստանում ոնց կարա մարդը ոչ նրա հետ լինի, ոչ նրա։ Ժողովուրդ ջան, դուք ձեր բարոյականությամբ եք չափում։ Առավոտի ծիրիկ ու ասում եք բաժողովրդի մասին ով պետք է մտածի, բա մի մարդ չկա, որ նրանից կախված չլի, հենց այդ մի մարդն ասեք, չէ, չենք հավատում։ Այդպես բան հնարավոր չի։ Ժորժ ջան, մի անգամ եւս ասեմ, ավելի པարզ բացատրեմ, որ հասկանաք։ Ովքեր այդ ճղճին բաները տարածում են, նրանք ուզում են, որ Հայաստանում լինի պատերազմ, քաղաքացիական պատերազմ։ Իրանց լափի համար, Ժորժ ջան, բարդ այդ կան հասկանա։ Ես հիմա ձեզ բացատրում եմ, մենք ի վիճակի ենք քաղաքացիական պատերազմը կանխել, եթե այս երկու թիմը մեծամասնություն չունենան։ Ավելի པարզ ձեզ ոնց բացատրեմ։ Ասում եմ, իմ հետևորդներից էլ նեղանում են, ասում եմ, ինչի ես անընդհատ տարիքդ նշում։ Նշում եմ, ասում եմ, ես 66 տարեկան եմ, ժողովուրդ ջան, ես ինչի համար պետք է գնամ
հայրենիքը ծախելու գնով որ ինչ անեմ, կյանքս 1000 տարով երկարացնելու եմ, իմ երեխաները իրանց օրվա հացը վաստակում են, օրվա իշխանության հետ էլ որևէ առնչություն չունեն, այսինքն իշխանության բարեհաճությունով պայմանավորված չի, քաղաքականության հետ էլ կապ չունեն, ոչ իրանք են ուզում խառնվեն, ոչ ես եմ ուզում խառնվեն։ Ու ինչի համար եմ անում։ Մի կտոր հաց ուտելու համար, ժողովուրդ, հայրենիքից մի կտոր կտրում եմ ծախեմ, որ մի կտոր հաց ուտե, բայց 10 օր հետո չեք ասի թքեմ քո երեսին, այդ ինչ է իր մեծ ճոռոմ խոսում, այս ինչ գնացիք ծախվեցիք, չեք ասելու, բայց սա ենք ասում, Գուրգեն Սիմոնյանը քաղաքական կարիերա է անում, մտել է շարժման մեջ, կուսակցություն է ստեղծել, այս վիճակով նա արդեն բավական լուրջ դերակատարություն ունի, իրան չի նա պետք 10 օր հետո դառնա ես իմ ինչ, նրա առաջ կարիերա կա, այս ընտրությունով ինչքան է ձայն ստանա, հաջորդ ընտրությունով, մյուս ընտրությունով, դա կբազմապատկի, մի հատ երիտասարդ թիմ կա, կուր թիմ կա կողքը կանգնած, առավոտից իրիկու ամեն ինչ որ անում են, սենց տեսնեք ինչ ոգևորությամբ, նրանց առաջ ճանապարհ կա, նրան չի պետք է գնա այսօրվա դրությամբ, ինչի համար է դա անելու, այսօր 10 օր հետո բացահայտվի, որ ինքը Նիկոլ Փաշինյանի խաղերն է խաղում կամ ռուսական խաղեր է խաղում, ու իր կարիերային հերն անիցի, մտածեք էլի ժողովուրդ ջան, ես մեկը դուք չեք հավատա, որ մարդը կարա ազնիվ լինի, դրա համար ես բերեմ եմ օրինակ, որ մեր անազնիվ լինելու մեջ մենք շահ չունենք, Գուրգեն Սիմոնյանը երիտասարդ է իր կարիերան չի ոտնահարի, գնա մի կտոր լափի համար մեկին միանա, ես էլ 66 տարեկան մարդ եմ, շաքարել ունեմ, ինձ շատ ուտել չի կարելի, լապ առավել եւս, ստամոքսս չի մարսի, ստամոքսի խնդիր էլ ունեմ, էլ ոնց ձեզ բացատրեմ, որ հասկանաք, որ ժողովուրդ ջան, այս ամեն ինչ արվում է ձեր երեխայի ապագայի համար, ձեզ համար, այսօր ամեն ինչ մենք անում ենք, որ Աստված մի արասը չստեղծվի մի հատ այնպիսի կառույց սրանց մեջ, որը գնա միանա Նիկոլ Փաշինյանին, ոնց որ Արտուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին միացավ, եւ մարտի 1 եղավ։ Դուք ասում եք, նենց անենք Գյումրի 2 չլինի, նենց անենք Երևան 2 չլինի, որ այնտեղ միացան իշխանությունը եկավ, այնտեղ էլ միացան ռուսամետները եկան։ Ես էլ ասում եմ, մենք նենց ուզում ենք անենք, որ մարտի 1-ի մարտի 2 չլինի։ Որովհետև բավական է մեկը գայթակղվի կամ վախենա, որտև տակը 1000-ում կեղտ կա եւ գնա Նիկոլ Փաշինյանին միանա, նա լեգիտիմ իրավունքով քաղաքացիական պատերազմ է սկսելու։ Չգիտեք որ անելու է։ Բայց սա ենք կանխում։ Հեչ էլ հիմա արդեն չես իմանում ինչ ասես։ Դրա համար ժողովուրդ ջան, ինձ թվում է կարողացա ձեզ բացատրեմ, թե ինչի առաջ են կանգնած եւ այս ամեն ինչը մտածեք մի հատ, նոր հասկանանք իրար հետ, մենք ունենք մի շանս, ոչ թե Գուրգեն Սիմոնյանը այլընտրանք է, Գուրգեն Սիմոնյանը միակ այլընտրանքն է, Գուրգեն Սիմոնյանի այլընտրանքին այլընտրանք չկա, եթե այդպես պինդ կանգնած եմ իր կողքին, հավանական քաղաքական դաշտում բոլոր բաներն ուսումնասիրել եմ, գոնե չեք կասկածի իմ վերլուծական ունակությունների վրա, ռիսկերը գնահատելու եւ կառավարելու ունակությունների վրա։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Լանդինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։